Տիկնայք եւ պարոնայք, բարի գալուստ մեդիագրագիտության հարթակ, եթե դուք դիտում եք այս ժապավենը, ենթադրվում է, որ արդեն հասցրել եք ուսումնասիրել ուղեցույցը եւ այստեղ էքսպերտային այս հարթակում մենք ուզում ենք ձեզ ցույց տալ այն մարդկանց, ովքեր, ասենք այսպես, առավելագույն հաջողությունների են ասել մեդիագրագիտության ասպարեզում։ Մեր այսօրվա հյուրը մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրերի համակարգող Անի Եղիազարյանն է։ Անի, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կուզեմ սկսենք վերջին օրինակից, մեդիագրագիտության հետ կապված, մեդիա կոմպետենտության պակասի հետ կապված, որ դեպքն է վերջերս ձեզ զարմացրել ամենաշատը։ Ամենաշատը ուսուցիչների հետ էր կապված, քանի որ ուսուցիչների հետ ենք հատկապես շատ աշխատում, եւ երբ այդպես պատմում էի ֆիշինգի դեպքերի մասին, թե ինչից պետք է զգուշանալ եւ ինչ է ոլորտում ինչն է պատտվում, որպես ֆիշինգային դեպքեր, եւ հատուկ նշեցի հայտնի մարդկանց են օգտագործում, ինչպես Սերժ Թանկյանը, ինչպես Սիրուշոն, չգիտեմ, եւ մի քանի այլ անուններ, հետո օրեր անց ստանում եմ զանգ ուսուցիչներից մեկից, որը պարզվեց կորցրել էր 70,000 դրամ, ոչ մեկ անգամյա ներդրումով, այլ մի քանի անգամ, 30-20 այսպես, ու ասում է, բայց դու ասել էիր շատ հայտնի մարդկանց, իսկ այն մարդուն ես լսելով կամ հավատալով տվեցի այդ գումարը, այդքան էլ հայտնի չէր։ Այսինքն ամեն ինչ ընկալում ենք ուղիղ, չենք փորձում պրոյեկտել այդ ավելի լայն շրջանակով ու ավելի լայն հորիզոնով, ու հայտնում ենք այսպիսի դեպքերում, ու այդ շատ հաճախ է լինում։ Սա մեկ դեպքն էր, որը ինձ ասացին, բայց վստահ եմ, որ այդ դեպքերը շատ են լինում։ Մասնագետների հետ խոսելիս այսպիսի մի արտահայտության եմ անընդհատ հանդիպում, որ այս խնդիրը արագ լուծում չունի, ինչու է այդպես։ Որովհետև սա կրթություն է։ Կրթությունը եւս արագ լուծում չի կարող ունենալ, այդ շարունակական process է, երկարատև, որևէ հստակ արդյունք, որ ասենք մենք վերջում այս արդյունքն ենք ունենալու չկա, որովհետև դա բարբերաբար փոփոխվում է, անընդհատ կատարվող ու զարգացող գործընթաց է եւ հետեւաբար մենք այս պահին ասել, որ մենք շատ լավ կամ շատ վատ արդյունք ունենք, չի կարող լինել։ Բացի այդ, մեդիան ինքը օրեցօր փոփոխվող կարողունակություն է, եթե տանենք դեպի չափորոշիչ, հանրակրթական չափորոշիչ, օրինակ մենք դրել ենք այնտեղ 20-ից ավել վերջնարդյունքներ, բայց եթե նայում ենք, այնտեղ եւս փոփոխությունների կարիք կա, չափորոշիչը ընդունվել է 2021-ին, այսօր արդեն փոփոխություն անելու կարիք ունենք, որովհետեւ արհեստական բանականությունը եկավ, իսկ մեր վերջնարդյունքների մեջ որևէ բան չկա արհեստական բանականության մասին։ Վաղը կարող է այլ որևէ թեմա գալ, որը էլի պիտի ներդրվի չափորոշչի մեջ, էլի պիտի ներդրվի կրթության մեջ ու դրան անդրադարձ պիտի լինի։ Այսինքն ինքն էլ անընդհատ զարգացող է ու ասել, որ քարացած չի, ստատիկ չի ու դրա հետ կապված էլ մենք չենք կարող ասել վերջ մենք բոլորս մեդիագրագետ ենք, ամեն ինչ շատ լավ է, նույնիսկ ես ինքս ասում, ես ինքս ինձ չեմ կարող ասել, ես մեդիագրագետ եմ, ես էլ ոչինչ չունեմ անելու ու ինձ հետ դեպք էլ հարցրեցիք, կարծեմ նախորդ տարի էր, Վրաստանում բավականին շատ են աստղեր գնում երգելու եւ իմ սիրելի աստղերից մեկը Ադելը աչքիս ընկավ նյուս ֆիդում, որ Ադելը Վրաստանում է լինելու եւ այսպես հենց գրասենյակում գիտեք Ադելն է, կարող է միասին որոշենք գնալ, բայց իմ խնդիրն արդեն այստեղ այն է, որ ես մինչեւ տոմս առնելը չեմ հասնում։ Ես գիտեմ այն պարզ հմտությունները ու մեդիագրագիտության կարևոր մեխանիզմները, թե ինչը ինձ չի տանում մինչև տոմսեր գնելը ու խաբվելը, Ինքը խարդախություն էր, Ադելը այնտեղ համերգ չուներ եւ դա մեկ գործողությամբ, մեկ քայլով հնարավոր էր ստուգել ու պարզել։ Ընդհանրապես մեդիագրագիտության հետ կապված գրականության մեջ առաջին խորհուրդը, որը տրվում է մարդկանց, ինֆորմացիան ֆիլտրելիս, փորձել զերծ մնալ էմոցիաներից, ձեր դեպքում ակնհայտորեն ձեր այսպես սիրած արտիստի մասին է խոսք եղել եւ միանգամից այսպես հուզականությունը սկսել է աշխատել, սա այն ճանապարհն է, որով մարդկանց ծուղակն են գցում սովորաբար, որովհետեւ այդ էմոցիոնալ բաղադրիչը տեղեկատվության սպառման մեջ նաև քաղաքական իմաստով, նաև հասարակական քաղաքական իմաստով ամենաաշխատող բաներից է, դասական օրինակ էր ձերը։ Բացի էմոցիոնալը, նաև վախն է նույն ձև աշխատում, նաև այն թե ինչն ենք մենք ուզում իրականում ի սրտե, այդ վախի երազանքների ու էմոցիաների
վրա է հիմնականում եւ այդ միայն մեդիագրագիտության մասով չի այդ խնդիրը մարդու չգիտեմ ուղեղ ասեմ հոգեբանորեն այնպես է կառուցված որ մենք մեր վախերին ենք հիմնականում տրվում էմոցիաներին եւ տեսնում ենք այն ինչ միշտ ուզում ենք տեսնել խնդիրն էստեղ որ մեդիան օգտագործում է հենց սա շատ լավ իմանալով թե մարդկանց վրա ինչպես կարող է ազդել շատ ավելի հեշտ է այս 3 կոմպոնենտները օգտագործելով ազդել քան ընկնել ավելի դժվար տեխնոլոգիաների չգիտեմ այլ մեթոդներ կիրառելու վրա եթե կա ավելի հեշտ ճանապարհ այս ճանապարհը ավելի հեշտ է ու սա հեշտերից է ու շատ հաճախ օգտագործողներից հետեւաբար մենք կարծում եմ ձեր աշխատանքի ամենակարևոր բաղադրիչին հասանք այդ քննադատական մտածողությունը Ես կարծում եմ իմ տպավորությամբ ամենայն դեպս միշտ էլ այդպես եղել, բայց երբեք այսքան ծայրահեղ ծանր չի եղել այդ առումով, երբ ինֆորմացիայի սպառման գործընթացը տարածիորեն վերածվել է սեփական, այսպես աշխարհայացքը ապացուցող տեղեկությունների ու մեսիջների որսի, հա, եթե կուզեք։ Կա վարժություն, որը օգնում է զարգացնել քննադատական մտածողությունը։ Մենք հանդարտ եզրույթ օգտագործում ենք, բայց ես երբեք չեմ տեսել որևէ, չգիտեմ, այսպես նյութ, որը պրակտիկորեն կօգներ բարելավել արդյունքները քննադատական մտածողության։ Այ տեսեք, քննադատական մտածողության մասն է, դա իմ ամենասիրած մասն է, բայց երբ դրա մասին խոսում ենք, հաստատ միայն մեդիագրագիտությունը չի, չէ՞ որ դրա վրա է հիմնված։ Ամբողջ առարկայացանկը, եթե վերցնենք կրթությունը, քննադատական մտածողություն պիտի ունենա հիմքում։ Մեդիագրագիտության մասով այդ շատ հեշտ է, այդ ձեր ասած հիմքը բազան ոնց անել, հարցերն են։ Այն 5 կարևոր հարցերը, որ մտքում պիտի առաջանան միշտ ու կապ չունի մեդիային ենք հանդիպում դրսում մեզ ինչ որ բան են ասում թե տանն ենք ու դիտում ենք եղանակի տեսությունը կամ մաման գործից եկել է ու մեզ ինչ որ բան է ասում հա երբ ունեցանք այդ հարցերը ով է ասում ինչի է ասում ինչ եմ ես լսում տեսնում կարդում ով է դա ֆինանսավորում, ով է դրա համար փող վճարում, որովհետև միշտ բոլորը ինչ որ բանի համար փող են վճարում, անգամ եթե դա անվճար է, մենք ենք վճարում մեր ուշադրությամբ, ժամանակով, չգիտեմ, այդ քլիքը սխմելով, ինչ նպատակով եմ ես դա ստանում։ Հենց այս հարցերը ունեցանք ամենապարզ ու կապ չունի դա մեդիայի ոլորտում է թե այլ մեր առօրյա կյանքի։ Ու սրանով է որ մեդիագրագիտությունը անմիջականորեն կապվում է կյանքին հիմքում ունենալով քննադատական մտածողությունը։ Հենց մենք անտարբեր չեղանք հարցեր տվեցինք ու մի քիչ ունեցանք այդ չափավոր կասկածամտությունը կամ գիտակցված, չգիտեմ ինչպես անվանել կասկածամտությունը, որովհետև շատ հաճախ երբ ես ուսուցիչների հետ խոսում եմ այս մասին, ասում են դե քո ասածից դուրս է գալիս, որ մենք ոչ մի բանի չպիտի հավատանք, չէ, մենք պիտի առողջ կասկածամտություն ունենանք։ Բայց այդ ծայրահեղությունը կա իսկապես, որովհետև մի ամբողջ շարժում էլ հիմա մի հիվանդություն էլ դա է, երբ մարդ ամեն մի այսպես լուրի տակ, ամեն մի այսպես պատման տակ սկսում է դավադրապաշտական տեսություն տեսնել։ Սահմանը որտեղ հասարակությունից է գալիս, այս պահին մենք ունենք այդ խնդիրը։ Շատ ավելի խոցելի ենք կովիդից, պատերազմից հետո, հենց այն բոլոր մեթոդներն ու մանիպուլյացիաները, որ օգտագործվեցին, այո, տարան հասարակությանը մի շրջանի մի բանի կետի բերեցին, որտեղ ոչ մեկին չի վստահում, անգամ սովորական լուրը, հա, բայց այս հաստատ ճիշտ է թե չէ, առանց այդ մեդիագրագիտության հիմնական հարցերին կամ դրան տեղյակ լինելու։ Այս էլ մի ուրիշ կողմ է, որին, չգիտեմ, էլի լրատվամիջոցները բարելավելով, դրանց մասին խոսելով, էլի մեդիայի մասին խոսելով, էլի մեդիագրագիտության հմտություններ զարգացնելով հնարավոր է ինչ-որ կետի հասնել, որովհետև կան հաստատ երկրներ, որոնք ունեն եւ այդ բարձր վստահությունը եւ դա էլի գալիս է կրթությունից եւ կրթությունն է բարձր մակարդակի եւ մեդիագրագիտությունն է կրթության մեջ ներառված հենց փոքր տարիքից սկսած եւ կա այդ վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ այսինքն այնպես չի որ դա ոչ այս աշխարհից երևույթ է դրան հնարավոր է հասնել այլ խնդիր է որ մենք այո այսօր ունենք մեր հասարակությունում նաեւ այդ ծայրահեղ կասկածամտությունը ծայրահեղ անվստահությունը որը ունի իր հիմքերը նաեւ Ամենաօրինակելի երկիրը մեզ համար որքան հասկանում եմ համենայնդեպս ձեր գործընկերներն այդպես են պնդում կարծես թե Ֆինլանդիան է հատկապես ինչով այ top 3 կետերը որոնք արժի որ մենք արագորեն Ֆինլանդիայից այսպես ընդօրինակ ենք Մենք էլ ենք ընտրել այդ ուղին, հա, ֆորմալ, այսինքն ՀԿ-ները քաղաքասարակությունը չի կարող փակել ամբողջ դաշտը ու չի կարող իր ծրագրերն ամեն դեպքում հատվածական են եւ 40,000 ուսուցչի
փակել կամ վերապատրաստել կամ պատրաստել հնարավոր չէ։ Ու դրա համար էլ մենք գնացինք այն ուղով, որ դա ի վերջո ստեղծվի ծրագիրը ու դա տրվի նախարարությանը, որ պետական մակարդակով դրան ուշադրություն դարձվի ու դա հետևողականորեն աշխատեցվի կառավարության կողմից, նախարարության կողմից, որովհետև հիմքը կրթությունն է։ Ֆինլանդիան կարծում հենց դրանով է նաև առաջատար կրթության մեջ ներդրել է նախադպրոցական տարիքից սկսած եւ հատուկ ուշադրություն է դարձնում նաև դրան։ Այսինքն իրաց մոտ ուղղակի այս մասը ածանցյալը ընդհանուր կրթական համակարգի որակի։ Այո, կարծում եմ այո, հենց այդպես էլ կա։ Եվ ոչ միայն Ֆինլանդիան, նաև Դանիան, այսինքն այն երկրները, որոնք իսկապես կրթական նույն Pearson-ով եւ մյուս կրթական այդ հայտնի վարկանշային աղյուսակներով առաջին տեղ է։ Պետության հետ համագործակցությունը ինչպես կգնահատեիք։ Այստեղ շատ տարբեր են կարծիքները, ինձ հետաքրքիր է դուք ոնց եք տեսնում, որպես այդ առաջին գծում պետության հետ աշխատող մեկը։ Բավականին լավ, բավականին ակտիվ, հատկապես վերջին իմ 2 տարիների փորձն եմ ասում, դա հատկապես շատ տեսանելի էր հանրակրթության չափորոշիչի ընդունումից սկսած մեդիագրագիտության շաբաթների ընթացքում իրենց ներգրավվածությամբ եւ չկա մի ծրագիր մեդիագրագիտության մասով, որ ուզում ենք անել դպրոցում, անել դպրոցի հետ, անել ուսուցչի հետ եւ չունենանք նախարարության այս մասով աջակցությունը, ընկալումը, հասկացվածությունը, ինչը շատ ուրախալի է։ Այլ խնդիր է, որ խնդրի վրա փող չի ծախսում, ինչի է։ Այսինքն ինչի ենք մենք շարունակում այս խնդիրը լուծել օտարերկրյա քաղաքացիների հարկերով ի վերջո ծրագրերի ճնշող մեծամասնությունը 99.99%-ը ֆինանսավորվում են ինստիտուցիոնալ դոնորների կողմից։ Բայց այդ հատվածական մասն է, այդ դրա համար եմ ասում, դրա համար մենք տանում ենք դեպի պետություն, որովհետև մեր ծրագրերը կարան լինեն, ասենք 5 հատ վերապատրաստում, չգիտեմ, 2 հատ ուղեցույց, գոնե ռեսուրսները ստեղծվեն այս դաշտում, բայց այն հիմնական գործը, որ պիտի արվի, փոխանցվի ի վերջո պետությանը ու պետությունը սկսի այդ 40,000 ուսուցիչների վերապատրաստումները եւ հետեւողական աշխատանքը, որտեղ միայն վերապատրաստումներով վստահաբար ոչ մի ուսուցիչ չի կարողանալու այդ հմտությունները միանգամից վերցնել, կիրառել, դա հետևողական ու երկարատև աշխատանք է ու հատկապես մեր բռնած ճանապարհով, որ բոլոր առարկաների մեջ ներառմամբ ենք փորձում գնալ, հա, այդ ճանապարհով եւ ոչ թե 1-2 առարկաներով, որը էլի լավ հաջողված փորձ է օրինակ Բալտիկ երկրների պարագայում։ Ու եթե այս ճանապարհը վերցրել ենք, շատ մեծ ու համակարգված աշխատանք է պետք։ Այսինքն այս ֆինանսավորումը գոնե թողնենք այդ ռեսուրսների եւ մնացածի ստեղծմանը եւ փորձենք այն հիմնական մասը տալ պետությանը։ Ձեր գնահատականով, օրինակ, առաջիկա 10 տարիների ընթացքում շոշափելի փոփոխություն ստանալու համար ինչ կարգի ռեսուրս պիտի ներդրվի խնդրի լուծման մեջ։ Այս պահին իմ գնահատմամբ տարեկան $1 միլիոն պակաս թիվ է ծախսվում այս խնդիրների վրա։ Իրականում հա, այդ նախորդ մեր հարցազրույցի ժամանակ էլ տվեցիք այդ հարցը, չգիտեմ, ճիշտ ասած չգիտեմ, գուցե այդ շատ է, գուցե եւ քիչ է, որ կարողանանք ստեղծելով այդ մասնագիտական թիմը փորձել այդ միջոցով լուծել վերապատրաստումների հարցը, նորանցնել ռեսուրսների ստեղծմանը, որը վստահաբար այդքան շատ ու մեծ թիվ չի։ Չգիտեմ, գումարային ինչ-որ բան վստահ չեմ, որ կկարողանամ ասել։ Մենք անընդհատ ուսուցիչների մասին ենք խոսում, աչքի առաջ ունենալով երեխաներին, երիտասարդներին եւ այլն, բայց տեղեկատվական ինֆոգեն սպառնալիքների, այսպես կառուցվածքը վերլուծելիս թարսիպես ամենախնդրահարույց խումբը միջին տարիքի ու միջին տարիքից բարձր, այսպես ինֆորմացիայի սպառողներն են, այդ խնդիրը ինչպես ենք տեղի գցելու ձեր տպավորությամբ։ Այդ միջին տարիքը ես նաև կապում եմ ծնողական համայնք, որը եւս շատ խոցելի է, ու մեր վերջին հետազոտությունը, որ իրականացրեցինք այս տարվա հունվարին, ծնողները եւս այսպես հենվում են դպրոցի վրա, այսինքն իրենք եւս խնդրի լուծումը տեսնում են դպրոցից, ակնկալում են, որ ուսուցիչները իրենց էլ տեղյակ կպահեն, իրազեկեն, կխոսեն իրենց հետ դրանց մասին, շատ դեպքերում էլ կփորձեն իր երեխաների խնդիրները լուծել դպրոցում։ Այնինչ երեխաների խնդիրները միայն դպրոցում չի լուծվում, որովհետեւ ունենք դեպքեր, երբ
երբ մայրիկին գրում ես, որ երեխան ժամը 12-ին կամ 2-ին գիշերը Facebook-ում է, ու մայրիկը ասում է, ես ինչ իմանամ, ես քնած եմ, այս խնդիրը, որը դպրոցը չի կարող լուծել։ Ու այդ նույն կիբերբուլինգի բոլոր դեպքերը եւ տեղեկատվական անվտանգության բոլոր խնդիրները գալիս են հենց այս անտեսանելի մասում, որը ըստ էության դպրոցի դաշտում չէ այլևս, հա, կամ որոշ մասով դպրոցի դաշտում է եւ հիմնական մասով ծնողների եւ այս թիրախը եւ հատկապես ծերերը, հա, մեծահասակները լուրջ խնդիր ունեն, որովհետեւ իրենք ֆորմալից դուրս են մնում, ինֆորմալները իրենց միշտ չի որ հասանելի է։ Մեր օրինակ կոնկրետ ծրագրերը երիտասարդների համար են, ուսուցիչների համար են, հիմա շեշտը դնում ենք նաև գրադարանավարների վրա եւ ելի մի փոքր աչքաթող է արվում այս մասը։ Էլի կարծում եմ, որ դպրոցներով հնարավոր է գոնե ծնողների մասը փակել, ստեղծել, չգիտեմ, հանդիպումների ձևաչափով, անդրադառնալ խնդրին, թեմաներին, ծնողական ժողովների, եթե այդպիսի կան դպրոցներում, իրականացնել ծնողների իրազեկման աշխատանքներ, խոսել կարևորությունից, խնդիրներից, անվտանգությունից ու նաև երեխաներին դարձնել այդ դեսպանորդները, այսպես ասած, հա, որը արդեն գիտի դպրոցում սովորում է ու դա կտանի տուն։ Մեծահասակների մասով պիտի մտածենք, որովհետև երբ լինում ենք մարզերում, իրենք են, որ բերում են նաև այդ խնդիրները, նույն խնդիրները ֆիշինգի զոհ դառնալու, հա, կամ անիմաստ որևէ գործողություններ անելու, որոնք իրենք չեն տիրապետում պարզապես, նույն այդ լուրերի սպառման տեսանկյունից ութոռնիկները միշտ ասում են, որ իրենք բարբերաբար մաքրում են եւ այս լավագույն գործն է, որ կարող են անել տատիկ-պապիկների համար, մաքրում են տատիկ-պապիկների նյուզֆիդերը, որովհետեւ ամեն քլիքը այդ թվային հետքը դարձնում է լրիվ կանխատեսելի ու բերում է նրան, ինչ այսօր իրենք սպառում են։ Եկեք մի փոքր մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մասին խոսենք, որը առանցքային դերակատար է այս հարցում, այսինքն այսպես մեդիա գրագիտություն բառը հայկական իրականության մեջ զուտ վերբալ առաջին անգամ այդ ձեր կազմակերպության մասնագետներն են արտասանել։ Ես երկար փորձում էի համացանցի քեշերով հասկանալ ով է առաջինը, փաստացի մնակնա վերջին տարիներին ինչ է կարել եւ որն է հեռանկարը։ Վերջին տարիներին այս ինտենսիվ վերապատրաստումներն են եւ հատկապես ռեսուրսների ստեղծումը։ Մենք առաջինն էինք, որ ստեղծեց ուղեցույց մեդիագրագիտության գիրք որպես այդպիսին ուսուցիչների համար, ստեղծվեց հետո 2020-ին մյուս ձեռնարկը, որը հենց ինտեգրմանն էր նվիրված եւ որը էլի երաշխավորված է նախարարության կողմից, այս տարի թողարկեցինք եւս մեկ ձեռնարկ, այս անգամ երիտասարդների, երիտասարդական աշխատողների եւ դասավանդողների համար, էլի տանելով ոչ ֆորմալ կրթություն, on-line դասընթացն է, որը շատ կարեւոր է ու եւս որը երաշխավորված է նախարարության կողմից, այսինքն որ ասում եմ հետեւողական ու նաեւ մեզնից անկախ գործընթաց, այս կուրսը կարծում եմ կարող է այդ հարցը լուծել, այսինքն մարդը, որը հետաքրքրված է, ուսուցիչը, որը ուզում է մի հատ ավել իմանալ կամ իմանալ, փորձել կիրառել, այս կուրսը 10 մոդուլներից բաղկացած լիովին կարող է փակել այդ բացը, որը հետո հնարավոր է զարգացնել, ավելացնել մյուս ձեռնարկների կամ մյուս ռեսուրսների հիման վրա։ Մեր on-line խաղերն են, որոնք նախատեսված են եւ մեծերի եւ փոքրերի համար, եւ անվտանգության, եւ հենց փաստերի, կեղծ եւ ոչ կեղծ տեղեկությունների ստուգման մասով, եւ ամբողջապես մեդիա-am կայքն է, որը անդրադառնում է եւս բոլոր մանիպուլյացիաներին, այն ինչ մենք խոսեցինք, հա, հույզերի վրա ստեղծված, փաստերը կեղծող, ունենք ստուգված բաժինը, այսինքն եթե ինչ-որ բանի կասկածում ենք, նաեւ կարող ենք դիմել դրան, եւ ունենք ռեսուրսների բանկ հենց ուսուցիչների կողմից ստեղծված դասի պլաններով, որը շատ լավ բազա է այն ուսուցիչների համար, ովքեր ուզում են գոնե մի դաս վերցնել, իրականացնել, հաջողելու դեպքում ստեղծել իրենցը եւ այսպես զարգացնել ու հասնել արդյունքի ի վերջո, հա, եւ մեդիագրագիտությունը չդիտարկել այդ որպես մի հատ էլ ավելորդ բեռ ու ծանրաբեռնվածություն իրենց ուսերին, այլ հասկանալ, որ այդ երեխաներին այսօր հետաքրքրող, երեխաների համար շատ ավելի հետաքրքիր ու նորարար դարձնող process է ու դա հեչ այսպես սարսափելի ժանրից չէ, այլ լիովին ինտեգրելի է ու լիովին կապվում է հենց դասի հետ, հենց առօրյա կյանքի հետ ու ոչ մի ավել բան իրենցից չի պահանջվում։ Վերջին հարցն եմ ուզում տալ, երբ փորձում էի հասկանալ ընդհանրապես երկրում քանի հոգի է զբաղվում այս խնդրով,
ես հասկացա, որ այ ուսուցիչներով, նոր, հա, ներգրավված կամավորներով մարզերի 100-ը չի գերազանցում թիվը մարդկանց, ովքեր այս կամ այն ինտենսիվությամբ զբաղվում են մեդիագրագիտության խնդիրներով։ Ընդ որում, այ ձեր գործընկերների այսպես համայնքից լսած տեսակետ որպես հիմնական խնդիրներից մեկն է, որ սա այնուամենայնիվ բավականին սահմանափակ ու փակ էկոհամակարգը, որը ինչ որ կերպ այսպես ընդլայնվելու, մասշտաբավորվելու խնդիր ունի։ Համաձայն չեք։ Չէ, որովհետև ասեմ, մեզնից սկսել է մեդիագրագիտություն բառը, բայց վերջին շրջանում ինքը շատ մոդայիկ, թրենդային բառ է ու երևի չկա այդպիսի մարդ, որ ասես մեդիագրագիտություն ու դրա հետ կապված ասոցիացիաներ չունենա հաստատ։ Այլ խնդիր է, այո, որ զբաղվողները քիչ են։ Մենք վերջերս արեցինք քարտեզագրում, թե ովքեր որ կազմակերպություններն են զբաղվում, ինչ են անում, ինչ ծրագրեր են անում, հասկանալու բացերը եւ հասկանալու ինչպես կարող ենք գործընթացը այնպես համակարգել, որ նախ իրար փակող ծրագրեր լինեն եւ իրար չխանգարող ծրագրեր եւս լինեն, հա։ Եվ իսկապես քիչ են, ցավոք սրտի քիչ են եւ ոչ բոլոր ոլորտներն են փակում, ինչպես ասացի, մեծահասակների օրինակ խնդիրը ունենք փակելու։ Բայց համաձայն չեմ այն իմաստով, որ մեդիագրագիտություն տերմինն ամեն դեպքում շատ տենց տարածված, կիրառելի տերմին է դարձել, այլ խնդիր է թե ով ինչպես է դրան վերաբերում կամ ինչ գիտի դրա մասին ըստ էության։ Ես երևի սխալ ձևակերպեցի, ես ոչ թե տերմինը նկատի ունեի, այլ խնդրով զբաղվող համայնքն է խնդրով զբաղվող համայնքը սահմանափակ է, մենք ենք, որ հիմնականում կրթության վրա ենք, շեշտը դրած գնում առաջ, հա, ունենք նաև երիտասարդների համար ծրագրեր, մեր գործընկեր կազմակերպությունն է, որ նախադպրոցական տարիքի եւ ուղեցույցները եւ ձեռնարկները եւ վերապատրաստումներն է իրականացնում եւ կան էլի հատվածական ծրագրեր, որ իրականացվում են արդեն ըստ ֆինանսական եւ ըստ նպատակահարմարության ու անհրաժեշտության, բայց հա, այս իմաստով համաձայն եմ ձեզ հետ, քիչ է, դաշտը բավականին փոքր է։ Ինչի հարցրեցի, այս աշխատանքը ես օրինակ հաջողված կհամարեի այն ժամանակ, երբ այս դիտելուց հետո բազմաթիվ տարբեր տարիքի մարդիկ ձեզ փորձեին գտնել, ասել այս ամեն շատ հետաքրքիր է, մենք էլ ենք ուզում այս ամեն ինչով զբաղվել, եկեք հանդիպենք, մեզ պատմեք ինչով եք զբաղվում, գուցե մենք էլ այս ամեն ինչին օգտակար լինենք, այսպես փոքրիկ հորդոր մեզ դիտողներին շատ խրախուսվում է գտնելը այս հարթակի մասնակիցներին, նրանց հարցեր տալը, փոխգործակցել, փորձելը, անի շնորհակալ եմ ժամանակ գտնելու համար մեդիանախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրերի ղեկավարանի Եղազարյան էր տաղավարում, շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։